We're talking about the Holy Spirit. Խոսում ենք Սուրբ Հոգու մասին։ This is entitled The Spirit of Promise. Վերնագիրը խոստմունքի հոգի We'll look կամ first խոստման հոգի։ in Luke chapter 24, Ղուկաս 24 47 through 49. 47-ից 49։ Ղուկաս 24 47-ից 49։ Եվ որ նրա անունով ապաշխարություն եւ մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Եվ դուք այս բաների վկաներն եք, եւ ահա ես կուղարկեմ իմ հոր խոստումը ձեզ վրա, իսկ դուք մնացեք Երուսաղեմ քաղաքում, միջև վերից զորությամբ օժտվեք։ 24:47-ից 49։ The Holy Spirit is called the Spirit of Promise. We believe for two reasons. Մենք այդ խոստմունք ունենք ու հավատում ենք երկու պատճառի։ Number one, the outpouring of the Holy Spirit was Make promised in Joel chapter 2. Հովել 2-ի մեջ խոստմունք ունենք, որ հոգին կթափի մեզ վրա։ There's a prophetic word, Սա մարգարեական խոսք է։ and that promise waits about 500 years before it comes to pass. Ու արդեն 500 տարի սպասել է այդ խոսումը, մինչև իրականություն կդառնա։ So Israel waits for that promise Ու of God. Իսրայելը սպասում էր Աստծո այդ խոստմանը։ It's also true that He is given to us Նաև as ճշմարտությունն է այն, որ նա մեզ տալիս է the guarantee of our inheritance. մեր ժառանգության երաշխիքը։ Ephesians chapter 1 verse 14. Եփեսացիների 1:14-ը։ Ով մեր ժառանգության գրավականն է, միջև ծախու առնված սեփականության փրկագնումը, ի գովություն նրա փառքի։ So if you have the Holy Spirit, Այսպիսով մենք ունենք Սուրբ Հոգին, you have the down payment մենք ունենք այդ վճարումը or the first part of your inheritance. ու այդ ժառանգության առաջին մասն ունենք, It is a promise that there's որը more to come. խոստում է, որ ավելին դեռ կունենանք։ He is the first part Դա առաջին մասն է, and there is more to come. բայց դեռ ավելին կա որ կգա։ So He is the promise of the Father Այսպիսով նա է հոր խոստումը։ in both senses of the word, I believe. Ամբողջ խոսքի այդ մտքով ես հավատում, որ ես դա է խոստումը։ The Holy Spirit was promised also to the Messiah. Սուրբ Հոգին խոստացվեց նաև Մեսիային։ Isaiah 61 verses Եսայա 1 and 2. 61:1-ից 2-ը։ Եսայա 61:1-ից 2։ Տեր Աստծո Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ հեզերին ավետարանը քարոզելու, նա ինձ ուղարկեց կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն ու կապյալներին բանտի բացվելը հայտարարելու, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծո վրեժխնդրության օրը մխիթարելու բոլոր նրանց, որ սգում են։ So when Jesus comes and announces He is the fulfillment of that Երբ passage, Հիսուսը եկավ ու խոստովանեց, որ նա այդ խոստման իրականացումն է, God is fulfilling a promise to Israel. Աստված իր խոստումը իրականացրեց Իսրայելին, I'm going to send you a որ Messiah. ես ձեզ կուղարկեմ Մեսիային, The Holy Spirit will rest upon Him. Սուրբ Հոգին կիջնի նրա վրա, He will be anointed by the Holy Spirit. ու նա կոծվի Սուրբ Հոգուց։ So therein is another promise that is fulfilled. Եվս մեկ խոստում, որ իրականություն դարձավ։ We know that as Jesus goes to heaven, Մենք գիտենք, որ Հիսուսը գնաց երկինք He tells the disciples to wait. ու ասաց աշակերտներին, որպեսզի սպասեն, He will ask the Father որ նա կխնդրի հորը, to send that promise, որ ուղարկի այդ to խոստումը, fulfill that promise. որպեսզի իրականացում դառնա խոստումը։ And so on the day of Pentecost, Ու այսպիսով Պենտեկոստեի օրը that promise is fulfilled. այդ խոստումը իրականություն դարձավ։ They knew that Jesus had made it to the right hand of the Father. Գիտեին, որ Հիսուսը նստած է հոր աջ կողմում, And the proof of that is that the ու Holy դրա Spirit came to ապացույցն them. այն է, որ Սուրբ Հոգին կիջնի մեզ վրա։ So the Holy Spirit is, first of all, the promise of the Ու Father, նախ առաջին հերթին Սուրբ Հոգին հոր խոստմունքն էր։ the Holy Spirit given to the Messiah, Սուրբ Հոգին տրվեց Մեսիային, promised to be poured out upon ու all խոստմունք flesh. եղավ, որ ինքը կթափվի նաև մեզ վրա։ There is, in the Old Testament, he is associated more with power and strength. The Holy Spirit. Yeah. Սուրբ Հոգին 5 տականում ավելի շատ ուժի, զորության տեսքն ուներ։ Than him being a person that we know him today. Իսկ մենք այսօր նրան որպես անձ ենք ճանաչում։
He is God in action, Նա Աստված է, որ գործում է, գործող Աստված է։ God at work. Աստված, որ ծառայում է, գործում է։ He is for us, the flowing of Նա that մեզ power of God. իօգուտ մեզ է անում այդ զորությունը։ But He is a person. Ու նա նաև անձ է։ He has His own will. He Նա has ունի իր սեփական His կամքը, intelligence, His emotions. իր զգացմունքներն ունի, իր միտքն ունի, He is part of the triune God. ու նա այդ երամեկ Աստծո մի մասն է։ He is given to us. Նա տրված է մեզ, Let me give you this scenario, okay? այս տեսակ հիմա բացատրեմ։ God the Father loves Հայր Աստված Jesus, սիրեց the Son. Հիսուսին, Մեսիային։ One part of that love is to give to Him the Holy Ու Spirit. սիրո մի մասը այնպես արտահայտվեց, որ ինքը այդ սիրուց ելնելով խոստմունքը տվեց Հիսուսին, Սուրբ Հոգուն։ Within the Trinity, they all fellowship together. Ու երրորդությունը իրանք մեկ են ու ունեն հարաբերություն իրար հետ։ But the Holy Spirit is this blessing that is Սուրբ Հոգին given. այդ օրհնությունն էր, որ տրվեց։ And in the same way for us, Ու նույն ձևով մեզ համար։ the Holy Spirit is given to us Սուրբ Հոգին տրված է մեզ, out of this love of the Father, հոր սիրուց բխած, a gift to His children. պարգև իր երեխաներին, իր զավակներին։ He is for our blessing, Նա օրհնություն է մեզ համար, the life that comes from այն Him. կյանքը, որ գալիս է նրանից, He is for the enhancement, the gifts that come from Him. ու նա այդ պարգևն է, որ նրանից մենք ստանում ենք, The strength. He is that power of God for us. ու նա մեզ համար Աստծուց եկած այդ զորությունն է։ That when we are strong, we are weak, He makes us strong. Երբ որ մենք տկար ենք, թույլ ենք, նա մեզ զորացնում է։ So the Holy Spirit is this gift of love from the Father. Այսպիսով Սուրբ Հոգին սիրո պարգևն է հոր կողմից տրված մեզ։ Everything He intends to give to us flows through that gift of the Holy Spirit. Այն ինչ որ Աստված ուզում է մեզ տա, մեզ տալիս է Սուրբ Հոգու պարգևների միջոցով։ We are promised, Մեզ խոստացված է, John the Baptist prophesied that Հովհաննես Մկրտիչը Jesus մարգարեացավ, would baptize us with the Holy Spirit. Հիսուսը Սուրբ Հոգով կմկրտվի, He becomes that promise of the ու Son. դարձավ այդ խոսմունքի որդին։ In John chapter 7, Հովհանես 7-րդ գլուխ, verses 37 through 39, 37-ից 39։ again, Jesus is making a promise. Այստեղ նորից Հիսուսը խոսմունք է տալիս։ Այդ տոնի վերջին օրը, մեծ օրը Հիսուսը կանգնեց եւ բացականչեց ասելով. Եթե մեկը ծառավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Ով ինձ հավատա, ինչպես Գիրքն է ասում, նրա որովայնից կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Նա այս ասում էր հոգու մասին, որն իրեն հավատացողները պիտի ստանան, քանի որ Սուրբ Հոգին դեռ չէր տրված, որովհետեւ Հիսուսը դեռ փառավորված չէր։ So Jesus makes a promise to them. Հիսուսը խոսմունք տվեց այստեղ։ Everyone who believes can come to Him. Բոլոր նրանք, ովքեր հավատում են, կգան իրեն։ And then out of their innermost being will Ու flow այդտեղից կբխի կենթանի a ջրերը։ river of living water, Կենթանի ջրեր պիտի բխեն նրանց symbolic of the որովայնից, Holy Spirit որը for us. խորհրդանիշն է մեզ համար Սուրբ Հոգուն։ This is a promise of the Son. Սա հոր խոստումն է։ We know that Jesus doesn't really teach on the Holy Spirit until the very end of his ministry. Հիսուսը չէր սովորացում Սուրբ Հոգու մասին մինչև իր ծառայության վերջին օրը։ John 14, 15, Հովհաննես 16, 14, 15, 16 գլուխները they happen on the night of Passover there. այդ զատիկի ժամանակ As Jesus gives to them this understanding of what's taking place. Հիսուսը նրանց բացատրեց, թե ինչ է տեղի ունենալու։ He's going to return to the Father, Որ նա կվերադառնա հոր մոտ but he's going to ask the Father to ու send the Holy կխնդրի Spirit. հորը, որպեսզի Սուրբ Հոգուն ուղարկի մեզ։ Jesus describes who this Holy Spirit Ու is. Հիսուսը նկարագրեց, թե ով է Սուրբ Հոգին։ And we'll try to give you quickly as we can 7 statements. 7 խոսքեր, որ վերաբերում են Սուրբ Հոգուն։ Okay? This Spirit that is coming, Այն Սուրբ Հոգին, որ գալիս է, let me see, is the same Spirit that was upon Jesus այն նույն Հոգին էր, որը Հիսուսի վրա էր, as the Messiah. որպես Մեսիա։ Okay? So the Spirit that we read about in Այն Հոգին, որի Isaiah մասին մենք 61. կարդացել ենք Եսայա 61-րդ գլխում, the Isaiah, the Luke chapter 4 passage,
Ղուկաս 4 գլխում նաև where Jesus reads that որտեղ Isaiah passage. Հիսուսը Ղուկաս 4 գլխում կարդում է Եսայայի խոսքերը։ That same Spirit is Այդ the one նույն who's coming հոգին, to the disciples and այն unto հոգին է, us. որը եկավ եւ աշակերտների վրա եւ մեզ վրա։ We recognize that the Holy Spirit has been with them. Մենք հասկանում ենք, որ Սուրբ Հոգին նրանց հետ է He's going to be in them. ու նրանց մեջ։ Let's look at that in John 14, Նայենք Հովհաննես 14 15 through 17. 15-ից 17։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք, եւ ես հորը պիտի աղաչեմ եւ նա ձեզ ուրիշ մխիթարիչ պիտի տա, որ ձեզ հետ մնա հավիտյան։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, քանի որ չի տեսնում նրան, եւ ոչ էլ գիտի նրան, բայց դու գիտեք նրան, որովհետեւ նա ձեզ հետ է բնակվում եւ ձեր մեջ պիտի լինի։ The grammar of this sentence, Քերականությունը այս նախադասության։ when he says, I'll give you Եվ ասում է, another, ես կտամ ձեզ եւս մեկ կամ ուրիշ, it's not one that is different, այսինքն մեկը չէր, որ տարբերվում էր but Հիսուսից, one that is the same. այլ նույնը եւս մեկը ուղղակի ու նույնն էր, ինչ Հիսուսն էր։ So he is the same Holy Spirit Այսինքն նա նույն այն հոգին that է, anointed Jesus. որ օծել էր արդեն Հիսուսին։ Number two, Երկրորդ կետը Սուրբ Հոգու մասին, he is not only the same որ Spirit, նա ոչ միայն նույն հոգին է, but he would be to them all that he had been to Jesus. որ նա կլինի ամեն ժամանակ նրանց հետ, ինչպես Հիսուսի հետ էր։ Chapter 14, verse 12. Հովհաննես 14-ի 12-ը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նա ով հավատում է ինձ, գործերը, որ ես անում եմ, ինքն էլ պիտի անի, եւ դրանցից ավելի մեծ գործեր պիտի անի, որովհետեւ ես իմ հոր մոտ եմ գնում։ The Holy Spirit that worked through Jesus Սուրբ Հոգին, որը գործում էր Հիսուսի միջոցով, is going to accomplish the Հովհաննես same 14-ի 12։ things, Sorry, could you will repeat? accomplish the same Նույն things բաները իրականացնի, that they did in Jesus, որը նա անում էր Հիսուսի մեջ, and what Jesus had been to them. ու երբ որ Հիսուսը նրանց հետ էր։ Okay? What Jesus had been to them, the Holy Spirit will be. Ու ինչպես Հիսուսն էր նրանց հետ, այնպես է Սուրբ Հոգին նրանց հետ կլինի։ We recognize that Jesus' ministry was accomplished through the working of the Holy Spirit. Հասկանում ենք, որ Հիսուսի ծառայությունը իրականացավ Սուրբ Հոգու գործի միջոցով։ I know that he is man and he is God, Ես գիտեմ, որ նա եւ մարդ էր եւ Աստված, but he is working that ministry through the anointing բայց նա իր of the Holy ծառայությունը Spirit. անցկացնում էր Սուրբ Հոգու օծության միջոցով։ And Peter says this in Acts Պետրոսը chapter 10, Գործ Կարաքելոս 10-րդ գլխում սա ասում է։ verse 38, as he's preaching to Cornelius, Which one? 10 10:38. Գործ Կարաքելոս 10:38-ը Եվ թե ինչպես ասված օծեց Հիսուս Նազովրեցուն Սուրբ Հոգով եւ զորությամբ, որ շրջեց բարիք անելով ու սատանայի կողմից բոլոր ճնշվածներին բժշկելով, քանի որ ասված նրա հետ էր։ It was through the anointing Նա of the Holy օծության Spirit, միջոցով էր այդ ամենը, the Սուրբ Հոգու power of the Holy միջոցով, Spirit, Սուրբ Հոգու զորությամբ that էր։ Jesus accomplished his Ու ministry. դրա միջոցով Հիսուսն իր ծառայությունն իրականացրեց։ Number 3, Երրորդը, the Holy Spirit will be to them Սուրբ Հոգին կլինի նրանց հետ, all that the Son had been to them, ինչպես ինչպես As the որդիներ նրանց հետ, all right, that sounds similar to the second one, doesn't it? նման է երկրորդ կետին։ Okay. And more, yeah. Այսինքն երրորդ կետը, որ Սուրբ Հոգին միշտ կլինի նրանց հետ, ինչպես որդիներ ու ավելին։ Հա, երրորդը։ For the disciples, this is very important Աշակերտների համար սա շատ կարևոր էր, because they were with Jesus. որովհետև նրանք Հիսուսի հետ էին։ They ministered alongside of him. Նրա կողքին ծառայում էին They were sent out by him. ու նրա կողմից ուղարկվում էին։ Come back rejoicing Ուրախությամբ վերադառնում, because the demons were subject to որովհետև us. դևերը դուրս են գալիս Look at all the մարդկանց great միջից։ things that they did Ու նայում էին այդ ամեն հրաշալի գործերի, որ նրանք անում էին։ under the leadership of Jesus. Բայց այդ ամենը Հիսուսի այդ առաջնորդության ներքո էր տեղ ունենում։ And now Jesus says the Holy Spirit's going to Իսկ take հիմա- my role. Իսկ հիմա Հիսուսն ասում է, որ Սուրբ Հոգին իմ տեղը կվերցնի, իմ դերը կվերցնի։ In fact, he's going to be more help than I have been. Ու միևնույն
ժամանակ նա ավելին կանի, քան ես էի անում այստեղ։ You know, we may think, oh, it would have been wonderful to have been with Jesus. Մենք կարող ենք մտածենք ինչ հրաշալի կլիներ, որ Հիսուսի հետ լինեինք։ But Jesus says to us, Բայց Հիսուսը մեզ ասաց, being with the Holy Spirit is more important. որ Սուրբ Հոգու հետ լինելը ավելի կարևոր է։ Being with the Holy Spirit is more advantageous for us. Որ Սուրբ Հոգու հետ լինելը մեզ համար ավելի շատ առավելություններ էր տալիս։ He sends us into all the world Ու նա մեզ ուղարկեց ամբողջ and աշխարհին anoints each one of us. ու օծեց մեզանից յուրաքանչյուրին։ There's no limitation to where we Ու can go, այլևս սահմանափակում չկար, մենք ուր ուզենք կարող ենք գնալ։ no limitation on what we can do. Մեր անելիքներին, մեր գործերին սահմանափակումներ չկար, The Holy Spirit is with us no matter what. որովհետև Սուրբ Հոգին անկախ ամեն ինչից մեզ հետ էր։ Number 4 is that the Holy Spirit would be in them. Չորրորդ ասում է, որ Սուրբ Հոգին կլինի նրանց մեջ, Up to this point in time, the Holy Spirit has been with them. ու մինչև այդ պահը Սուրբ Հոգին եղել է նրանց հետ, Just as Jesus has been with ինչպես them, Հիսուսն էր նրանց հետ։ now there's going to be a change. Հիմա կփոխվի։ Now the Holy Spirit is going to be within them. Հիմա Սուրբ Հոգին ոչ միայն իրենց հետ, այլ նաև իրենց մեջ։ We find this fulfilled in the book of Acts. Ու սա այս իրականացումը խոսմունքի տեսնում են գործ Կարաքելոցում, The primary description ու շատ տիպիկ նկարագրություն կա, is to be filled with the Holy որ Spirit. պետք է լցվենք Սուրբ Հոգով, To be filled with the Holy Spirit. լցվել Սուրբ Հոգով։ I know there's a baptism. Ես գիտեմ, որ կա նաև մկրտություն, That's an immersion in. որ պետք է մենք նմանվենք նրան։ But the result is of that Բայց immersion արդյունքը այդ ամենի is that the Holy Spirit lives in այն է, us. որ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ I believe that spiritually, in Scripture, we have 3 descriptions. Ես հավատում եմ, որ Աստվածաշնչում հոգեորապես ունեն 3 նկարագրություն։ The Holy Spirit with us, Սուրբ Հոգին մեզ հետ է, the Holy Spirit upon Սուրբ us, Հոգին մեզ վրա է, and the Holy Spirit in ու us. Սուրբ Հոգին մեր մեջ է։ All of these are very similar in their nature, Էությամբ իրենք այս 3-ն էլ շատ նման են, but there seems to be that distinction with being in. բայց կա տարբերություն մեջը լինելու, ներսում լինելու։ Jesus says when we receive in, Հիսուսն take ասաց, երբ in, որ մենք ընդունենք, ստանանք, then the Holy Spirit flows out of այդ us. ժամանակ Սուրբ Հոգին մեզանից կհոսի։ Okay? He comes alongside. Նա գալիս էր մեր կողքով։ And matter of fact, that word that he uses there for advocate or Ինչպես օրինակ John 14. Հովանես 14-ն ասում է, որ նա այդ խորհրդատունն է, advocate-ն է, it can be, դատապաշտպանը։ it's translated or can be translated as one who has come alongside. Կարող ենք թարգմանել այսպես, որ ինքը մեր կողքով գալիս է։ I'll send you another advocate. Ու I'll ես send you another, եւս մեկ պաշտպան someone կուղարկեմ to ձեզ։ help you. Մեկը ով որ կօգնի It's ձեզ։ someone who's come to your aid, to your side. Մեկը ով որ ձեր կողքով կգա։ So he gives both experiences to Երկու us. փորձառություններն էլ տալիս էր մեզ։ The Holy Spirit comes to live this life of Սուրբ Christ Հոգին in գալիս է us, Քրիստոսի կյանքը մեր մեջ ապրելու, to reveal Christ through ու us. Քրիստոսին մեր միջոցով հայտնելու մարդկանց։ Paul said, for me to live is for Պողոս- Christ to live. Պողոսն ասաց ինձ համար ապրելը Քրիստոսն է։ It is that not only the revelation of Ու դա ոչ Christ, միայն Քրիստոսի հայտնությունն էր, but that the ministry of the Holy Spirit այլ will նաև Սուրբ Հոգու accomplish ծառայությունն էր, որը իրականացվում էր։ the same works that Jesus Նույն did. գործերով, որ անում էր Հիսուսը։ Number 5 is that the disciples would gain in the Holy Spirit more than that they would lose in the departure of Jesus. Որ համար 5-րդը այսպեսին է, որ աշակերտները Սուրբ Հոգու մեջ կգտնեին ավելին, քան նրանք կորցրեցին, երբ որ Հիսուսը գնաց երկինք։ Jesus says, it is best for you that I go away. Հիսուսն ասաց, ձեր համար շատ լավ կլինի, որ ես If գնամ։ I don't go away, Եթե the չգնամ, advocate won't come. ձեր դատապաշտպանը չի գա։ If I go away, I'll send him to Ու you. եթե ես գնամ, իրեն կուղարկեմ ձեզ մոտ։ Jesus has been with them 3 years. Հիսուսը 3 տարի նրանց հետ էր։ He's slept with them, eat with them, taught Այլում էր them. նրանց հետ խոսում էր, ուտում էր, They've watched him, աշակերտները They've նայում asked էին նրան, questions. հարցեր էին տալիս, and now he's about to depart. ու հիմա արդեն պետք է համբարձվեր։ But they have a promise. Բայց ունեին խոստում, It's better that I go, որ that the Holy ավելի Spirit լավ է, may որ ես come. գնամ, որպեսզի Սուրբ Հոգին գա։ And again, one of the main reasons is that Ու there նորից becomes ամենագլխավոր պատճառներից մեկը a liberation of ministry. ծառայության այդ ազատ լինելն էր, Because the ministry of Jesus is limited to a Որովհետև small area.
Հիսուսի ծառայությունները փոքր տարածքում սահմանափակված էին։ And now with the coming of the Holy Բայց Spirit, հիմա երբ որ Սուրբ Հոգին եկավ, the whole world is his harvest field. ամբողջ աշխարհը արդեն նրա ձեռքի տակ է այդ հունձ քուներին։ He sends those disciples Ու into այդ all the աշակերտներին world. նա ուղարկեց ամբողջ աշխարհով մեկ։ Something that was not going to be possible with just Մի Jesus. բան, որը հնարավոր չէ լինի, երբ որ Հիսուս այստեղ լիներ։ The sixth promise 6-րդ խոստումը, is that he would be that advocate, որ նա կլինի այդ դատապաշտպանը, and that through the indwelling of the Holy Spirit, Christ would live in them. ու Սուրբ Հոգին, երբ որ մեր մեջ բնակվի, նրա միջոցով մեր մեջ կբնակվի նաև Քրիստոսը։ There is that image again that he has come alongside. Այդ նույն պատկերն է, որ նա գալիս է մեր կողքով, մեր հետևից։ He's the advocate that's going to help, Նա այն պաշտպանն է, որը մեզ օգնելու է, but also he's going to be within us. ու միևնույն ժամանակ նա լինելու է մեր մեջ, մեր ներսում։ Let's look at Ephesians chapter 3. Նայենք Եփեսացիների 3-րդ գլուխ, I just lost it. Ephesians chapter 3, and let's look at Paul's prayer there, verse 17. 2 Let's go 16 and 17. Եփեսացիների 3:16-ից 17, որ իր փառքի ճոխության համաձայն ձեր շնորհի իր հոգու զորությամբ ամրապնդվել ներսի մարդու մեջ, որ Քրիստոսը հավատով բնակվի ձեր սրտերում։ Notice that Paul calls for Տեսնում ենք այստեղ, որ Պողոսը կոչ է անում, that we might be strengthened with might by his Spirit in the inner որ man. իր hոգու զորությամբ մենք մեր ներսի մարդուն զորացնենք։ The Holy Spirit is there. He's within us, Սուրբ Հոգին մեր մեջ է, մեր ներսում է supplying that strength in the inner man. ու զորացնում է մեր ներսի մարդուն։ I think he's just giving us another vision, another view of this same experience. Կարծում եմ նա նույն փորձառության մեկ այլ տեսակետ է մեզ May տալիս, Christ dwell in your hearts by faith. որ հավատով Քրիստոսը բնակվի մեր մեջ։ If the Holy Spirit is there, Եթե Սուրբ Հոգին այդտեղ է, Christ is there. նշանակում է Քրիստոսն էլ է այդտեղ։ He's dwelling there. Նա ապրում է, բնակվում է այստեղ։ Jesus even promised his Հիսուսը disciples, անգամ իր աշակերտներին խոստացավ, my Father and I will come and make our home in you. որ ես եւ հայրս ձեզ համար բնակարան կստեղծենք։ This is done by the presence of the Spirit, Ու այս ամենը տեղի է ունենում Սուրբ Հոգու ներկայության շնորհիվ։ by the Spirit coming unto us. Երբ Հոգին կգա մեզ վրա։ We recognize, I believe we need to recognize Ես հավատում եմ, որ մենք պետք է հասկանանք, that we have to provide him a place. որ մենք նրա համար տեղ պետք է ապահովենք։ Welcome him into our Ընդունենք, lives. ողջունենք նրան մեր կյանքերի մեջ, We're that temple of the Holy որպես Spirit. Սուրբ Հոգու տաճարներ, Or as Paul says in ինչպես Romans Պողոսն է ասում 12:1, Հռոմեացիների 12:1-ում, present your bodies a living sacrifice, որպես կենթանի զոհեր ներկայացրեք ձեր մարմինները, holy and acceptable unto God. ընդունելի եւ Սուրբ Աստծո համար։ There is this giving of God. Here is my body. Այսինքն մենք մեր մարմինը տալիս ենք Աստծուն, ասում ենք, ահա մեր մարմինը։ Come and live in Արի me. ու ապրիր իր մեջ։ Come and live in me. Արի ու ապրիր իր մեջ։ You are welcome in this. Դու մենք ընդունում ենք քեզ այստեղ։ Paul says, I'm crucified with Christ. Պողոսն ասաց, ես խաչվեցի Քրիստոսի, Nevertheless, I live. այլևս ես չեմ ապրում։ Yet not I. Ոչ թե Christ ես, lives in այլ me. Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Christ lives in me. Քրիստոսն է ապրում իմ How մեջ։ does Christ express himself Ո՞ց in պիտի us? Քրիստոսը արտահայտվի մեր It is միջոցով։ through the Holy Spirit being in us. Քրիստոսը կարտահայտվի կերևա մեր միջոցով միայն Սուրբ Հոգու շնորհիվ։ The seventh promise or the seventh truth is 7-րդ ճշմարտությունը կամ 7-րդ խոստումը, the Holy Spirit's mission is to glorify որ Սուրբ Christ Հոգու միսիան է, առաքելությունն է Քրիստոսին փառավորել։ by taking the things of Christ and making them available to Որ us. Քրիստոսի գործերը վերցնի եւ մեզ համար հասանելի դարձնի։ Then in John 16, verses Հովանես 13 through 16 15, 18 to 15 13 through 15. Հովանես 16 13-ից 15 Սակայն երբ նա ճշմարտության հոգին գա, նա ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի, որովհետև նա ինքն իրենից չի խոսելու, այլ ինչ որ լսի, այն պիտի խոսի եւ ձեզ պիտի ցույց տա գալիք բաները։ Նա պիտի փառավորի ինձ, որովհետև իմից պիտի վերցնի եւ ձեզ պիտի հաղորդի։ Ամեն ինչ որ հայրն ունի իմն է։ Դրա համար ես ձեզ ասացի, թե նա իմից պիտի վերցնի եւ ձեզ պիտի հաղորդի։ So 15, right? Yeah. The Holy Spirit has come to represent Christ for us. Սուրբ Հոգին գալիս է որպեսզի Քրիստոսին ներկայացնի մեզ համար։
to interpret Jesus for us, որ մեզ համար մեկնի Քրիստոսին։ to teach us all there is to know about this Christ, Այն բոլոր ուսուցումները, որ լինում են Քրիստոսի, to reveal Christ not only որպեսզի to Քրիստոսին հայտնի the ոչ church, but միայն also the world. եկեղեցուն, այլ նաև ամբողջ աշխարհին հայտնի։ The church is to be filled with the Holy Ու Spirit. եկեղեցին պետք է լցվի Սուրբ Հոգով, He has come to dwell in that որովհետև church. նա եկել է բնակվելու այդ We եկեղեցում։ are being built into a house Ու մենք առուցում ենք մեր այդ տունը, that is indwelt by the Spirit of the living God. որտեղ Սուրբ Հոգու միջոցով կենթանի Աստված կբնակվի։ He is not only with us, but Նա He ոչ is միայն in մեզ հետ է, այլ us. նաև մեր մեջ է։ Amen. Ամեն։ We see also that there is a promise of the Spirit. Մենք նաև տեսնում ենք, որ ունենք խոստում այս Հոգուց։ Philippians chapter 1 and verse 19. Ֆիլիպեցիների 1:19։ Որովհետև գիտեմ, որ դա ծառայել է իմ փրկությանը, ձեր աղոթքով է Հիսուս Քրիստոսի հոգու օգնությամբ։ Ճիշտ է։ Notice who is doing the helping in this verse. Այստեղ այս համարում նկարագրում են նա որպես օգնող։ He says, I know you pray for me. Ասում է ես գիտեմ, որ դուք աղոթում եք ինձ համար, And it is the Spirit of Jesus that helps ու him. Հիսուսի հոգին է, որ օգնում է ձեզ։ There is in the Holy Spirit all that we need. Ու Սուրբ Հոգին այն ամենն է, ինչի կարիքը ես ունեմ։ All the promises of God are made Ու possible Աստծո բոլոր խոստումները հնարավոր են դառնում by this indwelling Spirit. այս մեր ներսում բնակվող հոգու միջոցով։ All of our needs are met in this supply, in the supply of the Holy Spirit. Մեր բոլոր կարիքները Սուրբ Հոգու միջոցով են մատակարարվում, լրացվում։ We recognize that the Holy Spirit is God at work in our hearts Ու and հասկանում ենք, որ lives. Սուրբ Հոգին Աստված է, որ գործում է մեր կյանքերի մեջ։ He is there to meet the need. Նա այստեղ է, որպեսզի մեր կարիքներին հանդիպի, լրացնի մեր կարիքները։ We also recognize He is directing Ու the նաև հասկանում activities. ենք, որ նա մեր գործողությունները ուղղորդող Աստված է, ուղղորդում է։ He is distributing gifts. Նա է տալիս այդ պարգևները։ Have you noticed that in 1 Corinthians 12 and verses 7 through 11? Առաջին Կորինթացիների 12:7-ից 11։ 7 to 11։ Առաջին Կորինթացիների 12:7-ից 11։ Բայց հոգու հայտնությունը տրված է յուրաքանչյուրին բոլորի օգուտի համար, որովհետև մեկին հոգուց տրված է իմաստության խոսք, մեկ ուրիշին գիտության խոսք, նույն հոգով մյուսին հավատ, նույն հոգով ուրիշին բժշկության պարգևներ, նույն հոգով մեկ ուրիշին հրաշագործություններ, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիների զատորոշում, ուրիշին տարբեր լեզուներ, մյուսին լեզուների մեկնաբանում, բայց այս ամենը միևնույն հոգին է գործում։ Յուրաքանչյուրին առանձին բաժանում է, ինչպես ինքն է կամենում։ Amen? Ամեն։ It is the Holy Spirit working in that church. Սուրբ հոգին է, որ գործում է։ He's directing the activity, Նա ուղղորդում է այդ գործողությունները։ giving one gift to one and another to Մի another. պարգև տասը մեկին, մյուսեն մեկին։ The problem in Corinth was is that Կոնթոսի խնդիրն այն էր, there was a lot of flesh at work. որ շատ մարմնային գործեր կային այդտեղ։ There's a lot of pride. Շատ հպարտություն կար, I was baptized by Peter. օրինակ մկրտվել ենք Պետրոսի I was կողմից, baptized by ես Paul. մկրտվել եմ Պողոսի կողմից։ Well, I like Jesus more than the other two. Ես Հիսուսին ավելի շատ եմ սիրում, քան այդ երկուսին։ Divisions. Անթադ բաժանություններ էր տեղ ունենում։ It may have even crossed over as they come to church. Ու միգուցե դա ավելի էր լինում, երբ եկեղեցի էին Paul գալիս։ seems to Ու Պողոսը describe այս ամենը տեսնում էր, that they would all come together and just speak in tongues. որ նրանք ուղակի մեկտեղ պետք է հավաքվեն ու սկսեն լեզուներով աղոթել։ Nothing else. Այլ ուրիշ ոչինչ։ No teaching, no preaching, Ոչ ուսուցում, ոչ մի քարոզ, no prophecy, ոչ մի no մարգարեություն, prayer one for ոչ մի another. աղոթք մեկը մյուսի համար չկար։ They've just all come together. Ուղղակի պետք է հավաքվեին մեկտեղ, Big prayer meeting. մեծ աղոթքաժողով ունենային, In some ways, okay. ինչ որ մի ձևով դա նորմալ է։ But there needs to be a fullness of this Holy Spirit. Բայց նրանք կարիք ունեն ունենալու Սուրբ Հոգու այդ լիությունը։ Isaiah ամբողջությամբ describes ունենային։ him as a spirit of wisdom, Եսայան նկարագրում է նրան որպես իմաստության հոգի, understanding, հասկացողության, counsel, խորհրդատու, might, զորության, knowledge. գիտության, These things այս բոլոր բաները will appear wherever the Holy Spirit is. այնտեղ էր լինում, հայտնվում էր այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին էր լինում։ We read about 9 gifts of the Holy Մենք Spirit կարդացինք 9 պարգևների մասին Սուրբ Հոգու։ in that passage. Այս ուղերձում They focused on one.
Բայց կենտրոնանում են միայն մեկի վրա։ Where's the rest? Բա մնացածներ են։ Okay. Well, most likely because of their division. And most Ու այդ likely ամենը հիմնականում լինում էր իրենց բաժանությունների պատճառով, there becomes the competition. որտեղ մրցակցում էին իրար դեմ։ And they lose the Ու fullness of the կորցրել Holy էին Սուրբ Spirit. Հոգու ամբողջական այդ կերպարը, լիությունը կորցրել էին։ So we must allow the Holy Spirit to have His way. Մենք պետք է թույլ տանք, որ Սուրբ Հոգին իր գործն անի, իր ճանապարհն անցնի, To remove the jealousy or the competition որ մեր միջից նախանձը, մրցակցությունը or the հեռացնի, pride or the կամ envy. հպարտությունը, նախանձը, He has given the gift. նա է տալիս պարգևները։ Amen? Ամեն։ He has given the gift. Նա է տալիս պարգևները։ I can't say, I have this gift, Ես չեմ կարող ասեմ, ես ունեմ այս պարգևները։ except by acknowledging He gave this gift. Նա է տալիս բաժանում պարգևները։ It's God who has given it. The Holy Աստված է Spirit որ is տալիս է, distributing. Սուրբ Հոգին է բաժանում պարգևները։ There is no way in which we can boast about what we have. Մենք չունենք ճանապարհ, տարբերակ չունենք բարձենալու նրանով ինչ ունենք։ And if you've never had anybody say that to you, then just wait, it will happen someday. People says, Yeah. երբեմն մարդիկ ասում են, սպասեք ինչ որ մի օր կլինի սա։ I've had them stand right in front of me and say, I have the gift of faith. Կամ կանգնում են ու ասում են, ես ունեմ հավատքի պարգևը։ It's the most important gift Ամենակարևոր պարգևն է, because it functions all the rest of the gifts. որովհետև այդ բոլոր ֆունկցիաները իր մեջ կա։ Wonderful. Հրաշալի է։ Okay. Լավ է։ Okay. He probably didn't have any gift. Միգուցե ոչ մի պարգև չունեն այդ, But he wanted to boast. բայց նրանք ուզում են պարծենան։ That he Միգուցե had the չունեն gift of պարգև, faith. ուղղակի պարծենում են, որ ունեն հավատքի պարգև։ So we have to, we're looking for the fullness of the Holy Spirit. Մենք պետք է նայենք Սուրբ Հոգու լիությանը, ամբողջությանը And we receive Him. ու նրան ընդունենք։ Brother Clendena likes to say that Or the Holy Clendena Spirit սիրում է is the ասել, որ gift of the Holy Սուրբ Հոգին է հենց We պարգևը։ receive the gift of the Holy Մենք Spirit. Սուրբ Հոգու պարգևն ենք ընդունում։ And within Him are Ու all նրա of it. մեջ այս բոլորը կան։ Okay? He's the giver of that gift, Նա է այդ պարգև տվողը։ but He is the one that makes Ու those gifts available to միևնույն us. ժամանակ նա մեկն է, որ այս բոլոր պարգևները մեզ համար հասանելի է դարձնում։ The gifts are in Him, Պարգևները նրա մեջ by են, Him, նրա միջոցով through են, Him. նրա կողմից են։ He is the one Ու նա այն supplying unto մեկն է, us որը everything այդ we need. պարգևները ու ամեն ինչ մատակարարում է մեզ ինչի կարիքը որ ունենք։ Through Him flows this life. Ու նրա միջոցով է հոսում այս Through կյանքը։ Him flows healing. Նրա միջոցով է գալիս բժշկությունը։ The Spirit of life Կյանքի in հոգին Christ Քրիստոսի has worked that miracle for us. մեզ համար կատարում է, իրականացնում է այս հրաշքները։ So we must look for and pray for this Մենք պետք է fullness փնտրենք ու of the Holy աղոթենք Spirit, Սուրբ Հոգու լիության համար, որ ամբողջություն ունենան։ so that we don't get focused upon just one thing, Որ չկենտրոնանանք մենակ մի բանի վրա։ or we ignore what God Կամ can do անտեսենք ինչ կարող է անել Աստված։ if we had the fullness of the Եթե Holy մենք Spirit. ունենանք ամբողջ լիությունը։ I believe it's important for each individual Հավատում եմ, որ յուրաքանչյուր անհատի համար սա կարևոր է, to be filled with the Holy Spirit որ լցվի Սուրբ Հոգով and to stay consistently full of the Holy Spirit. ու շարունակապես ինքը լի լինի, լցված լինի Սուրբ Հոգով։ We need to be praying Մենք պետք է աղոթենք every day, ամեն օր, fill me with the Holy Spirit. աղոթենք, որ լցրու ինձ Սուրբ Հոգով։ God, place your hands upon me. Քո ձեռքը ինձ վրա դիր, Fill me with the Holy Spirit. լցրու ինձ Սուրբ Հոգով, Get me ready for my day. որ ես պատրաստվեմ այդ օրվան The համար, Holy Spirit's going to be with you, որ Սուրբ Հոգին կլինի ձեզ going հետ, to be in you. կլինի ձեր մեջ, We walk in the confidence. քայլենք այդ վստահության մեջ, The Holy Spirit is with me. որ Սուրբ Հոգին ինձ հետ է, Whatever God asks me to որ do, ինչ էլ Աստված ինձ ասի, որ ես անեմ, I will be able to do. ես ի վիճակի կլինեմ, կկարողանամ aնել։ Jesus said to his disciples, Հիսուսն իր աշակերտներին ասաց. without me you can do nothing. Առանց ինձ դուք ոչինչ անել չեք կարող։ Amen. Ամեն։ Jesus said that even himself. He says, I can do nothing of myself. Հիսուսն անգամ ինքն իր մասին ասաց. Ես ինձանով ոչինչ անել չեմ կարող։ He was saying, I'm dependent upon the Father, Դրանով ուզում էր ասել, որ ես կախյալ եմ, կախվածություն ունեմ Աստծո։ on Him giving to me the words and the instructions. Նա է տալիս ինձ խոսքեր, նա է տալիս ինձ այդ հրահանգները։ And I operate in the life, in the power of the Holy Spirit. Ու ես այդ ամեն իրականացում Սուրբ Հոգու զորությամբ։ So he recognized Այսպեսով նա գիտակցում էր, without that որ connection առանց այդ կապի that he could do nothing of himself. ոչինչ ինքն իրենով չէր կարող անել։ Jesus,
Jesus says that to us. Հիսուսը սա ասաց մեզ, Maintain that fullness. որ մնաք, կենաք այդ լիության մեջ, Maintain that connection with life. այդ կյանքի հետ կապ ունենաք, մնաք կյանքի մեջ, Because without that connection, որովհետև առանց այդ կապի you will not be fruitful. չեք կարող պտղաբեր լինել։ On the flip side of this, Հակառակ կողմում Paul will testify, Պողոսը վկայում էր. I can do all things Ես through Christ. ամեն բան կարող եմ անել Քրիստոսի միջոցով։ Amen. I Ամեն can do all things Ես through ամեն Christ. բան կարող եմ անել How Քրիստոսի does Christ միջոցով։ dwell in us? By the Spirit. Ինչպես է Քրիստոսը բնակում էր միջոցով, հոգու He's միջոցով, մեր within մեջ։ us. Նա մեր I մեջ է։ can do all Ու things. դրա համար ես ամեն բան կարող եմ անել։ Nothing will be Ու impossible. ոչինչ անհնարին չի լինի։ The Holy Spirit is that Ու supply. Սուրբ Հոգին հենց այդ մատակարարն է։ He's that helper. Նա այդ օգնականն է, He's that օգնողն է։ life. Նա այդ կյանքն է։ We are called to be the vessel. Եվ մենք կանչված ենք լինելու անոթներ։ We've preached that over and over. Շատ անգամներ արդեն դա քարոզել են, God is looking for a vessel. որ Աստված փնտրում է անոթներին։ He's looking for someone Նա փնտրում է ինչ-որ մեկի, who would welcome the Holy ով Spirit, կընդունի Սուրբ Հոգուն cherish that relationship, ու կսնվի այդ and հարաբերություններով։ then allow that river of life to flow out. Թույլ կտա, որպեսզի այդ կենթանի ջրերը բխեն իրենից։ There has to be a vessel. Ու դրա համար պետք է լինենք այդ There անոթները։ has to be a human instrument. Պետք է լինենք այդ մարդկային գործիքները։ God pours Himself Աստված ինքն իրեն թափի, հեղի into that willing vessel. այդ անոթների վրա, ովքեր կամենում են լինել On անոթներ։ the day of Pentecost, Եվ Պենտեկոստեի օրը the Holy Spirit was poured out on 120 in that upper room. Սուրբ Հոգին վերնատանը 120 մարդկանց վրա թափեց իր հոգին։ There had been 500 people that had seen Jesus after His resurrection. Իր հարցունց հետո 500 մարդ տեսավ Հիսուսին։ I'm sure that Jesus said the same thing to every one of them. Վստահ եմ, որ բոլորին նույն բաներն ասաց Հիսուսը։ Wait in the city of Jerusalem Սպասեք Երուսաղեմ քաղաքում, until you receive the Holy մինչև Spirit. կընդունեք Սուրբ Հոգուն։ Only 120 showed up. Միայն 120-ը եկան, Only 120 waited 10 միայն days. 120-ը սպասեցին 10 օր, The rest of them missed out. իսկ մնացածը գնացին։ The rest of them counted the cost and stayed away. Մնացած ուղակի մնացին այդտեղ։ But those 120, Իսկ այդ մնացած 120-ը they received the fullness of the Holy Սուրբ Spirit. Հոգու լիություն ընդունեցին։ They saw thousands saved. Ու տեսան հազարավորներին, որ That փրկվեցին։ church would grow, miracles will take place. Եկեղեցին աճում էր, հրաշքներ էր տեղի ունենում։ And it all began when they said, Lord, we want to be that vessel. Ու այդ ամենը տեղ ունեցավ այն ժամանակ, երբ նրանք ասացին. Տեր, մենք ուզում ենք լինել այդ They անոթները։ waited, Նրանք սպասեցին, they prayed, աղոթեցին, they worshiped, երկրպագեցին, and the Holy Spirit came. եւ Սուրբ Հոգին The եկավ։ promise of the Father came unto them. Հոր խոստումը եկավ նրանց վրա։ That's the way He works. Ահա ինչպես է նա գործում։ You become the vessel. Դուք դառնում եք անոթներ Wait upon Him. ու սպասում նրան։ Worship. Երկրպագում He's coming. նա գալիս է։ The Holy Spirit will be sent to you. Սուրբ Հոգին կուղարկվի ձեզ։ Amen. Ամեն։ Thank you, Father.